Շարունակում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ վերջին շրջանում խիստ անհանգստացնում են միջանձնային փոխհարաբերությունները։ Արդյոք միշտ են դրանք եղել այդպիսին, թե ժամանակն է թելադրում եւ այլ մանրամասներ կքննարկենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են Բանալի ընտանիքի կենտրոնի հիմնադիր հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ Նարինե Իսրայելյանը եւ կենտրոնի տնօրեն հոգեբան Սոֆիա Սողոյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Լավ եք, վաղուց չենք հանդիպել։ Այո։ Միջանձնային հարաբերությունների մասին խոսեցինք, կարծում եմ շատ թարմ թեմա կարող եմ հիմա ասել, չնայած որ մեր խնդիրները ավելի շատ են։ Հենց հիմա համացանցում էլի տարածված է, երեխան կորել է, տանը քաոս է, մարդիկ փնտրում են, մերոնք մեկնաբանություններ են գրում եւ որոշում են քննադատել ընտանիքին, մամային, պապային, իրանք արդեն տունը նստած որոշել են այդ ոնց ա եղել, ինչ ա եղել, ով ինչ եւ այլն։ Իրականում քաոս է, որովհետեւ մենք մեկնաբանությունների մեջ երբեք չունենք ոչ պատժվելու, ոչ չափի զգացողության, ոչ կարմիր գծեր այլևս իրար հետ հարաբերվելու եւ մեկնաբանություններ գրելը ուղիղ համեմատական է մեր հայը հայի հետ միջանձնային հարաբերությունների մեջ ընդհարված, խախտված, խեղված, հիվանդացած, բացարձակ բոլոր վատ դրսևորումներ ունենալու հետևանք։ Մենք իրականում ինչ կարող ենք անել, ես չգիտեմ մենք ասելով ում նկատի ունեմ արդեն։ Չասենք էլի մենք էլ նենց ադեկվատն ենք, մնացած ադեկվատն են, բայց ինչ է հնարավոր անել, որ մարդը իրականում սկսի օրինակ ժամ ու կես ինչ-որ մեկին ապականելու փոխարեն երկու էջ բան կարդա էլի, կարող չգրի վերջը որ տենց մի բան անի։ Դե եկեք որոշենք այդ դեպքում հենց ձեր վերջին հաստատումից խոսենք, որ կիրթ լինելու եւ ընդհանրապես կարդացած, զարգացած եւ բանիմաց լինելու աղբյուրները այսօր շատ են, բազմազան են եւ շատերի համար ավելի մատչելի է այդպես այդ օգտագործելով հնարքները, այդպիսի շփումների մեջ պարզունակ մտքերի շնորհիվ ձևավորել թվացial գիտելիքը։ Եվ ցավոք այս դեպքում մենք նաև ունենք բևեռված շատ նույն դպրոցում էլ վերացական, շատ ոչ խոսակցական գրական լեզվով առաջարկվող նյութ, որտեղ երեխաները որոշակի տարիքից սկսած ոչ միայն չեն կարողանում, այլ նաև մերժում են այդպիսի գիտելիքի մոտեցումը։ Ոնց է դրսևորվում այդ մերժումը։ Դա դրսևորվում է նրանով, որ իրենք դադարում են սովորել։ Եվ ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ։ Ես կարծում եմ ազդեցություն միշտ էլ կարելի է ունենալ, բոլոր բացասական բացահայտումները մեզ օգնում են դրական լուծումների գալ եւ դրական լուծումներ շատ դպրոցներում ստեղծել զրուցային մթնոլորտ, երբ կարելի է եւ գրական, եւ խոսակցական, եւ ինչ որտեղ նաեւ ժամանակակից սլենգային մոտեցման, կյանքային ձևավորել երեխաների համար, առավել եւս դեռահասների համար, որոնք առաջի քայլն է դեպի մեծ աշխարհ, ձևավորել իրենց համար իրենց զգացումների եւ մտքերի ընկերությունը։ Պատահական չեմ ասում դա, որովհետև շատ հաճախ մեր զգացումները եւ մտքերը եւ խոսքը, որով մենք դա դրսեւորում ենք, այսօր բավականին, ինչպես դուք ասեցիք, պառակտված են, որովհետև շատ բաներ մենք զգում ենք, բայց թե ինչպիսի բառերով ենք դա արտահայտում, ինչպիսին է մեր խոսակցական շփման մակարդակը եւ ոլորտը, իրենք շատ եւ բազմազան են եւ ցավոք այդտեղից են գալիս այդ այսպես կոչված կոմենտները, որտեղ կարելի է ասել եւ չսպասել պատասխանին նույն պահին եւ այդ դեպքում արդեն թե ինչպիսի կրթական ցենզ ունեն մարդիկ, այդպես էլ իրենք արտահայտում են իրենց ուզումները։ Բայց այստեղ մենք մի հատ խնդիր ունենք, հիմնականում ես ու Անուշիկը, չգիտեմ, բան հետախույզ ենք դարձել արդեն, անընդհատ մենք հետևում ենք համացանցում, կոմենտներ են գրում, ինչ ենք մենք սրա այս պահով մի քիչ ավելի շատ խորացել, որովհետև արդեն սա մեր տներ ա մտել, արդեն սա մեզ ա վերաբերվում, ձեզ ա բոլորին ա վերաբերվում։ Եթե ինչ-որ մեկին դեռ չեն գրել, դա չի նշանակում, որ այսօր երեկոյան կամ վաղ առավոտյան չեն գրելու, բայց մի տեսակ 50 եւ ավելի տարիք ունեցող մարդիկ են, ում ժամանակահատվածում կրթական ծրագիրը բավականին, եթե չեմ սխալվում, լավն է եղել, կրթությունը լավն է, մարդիկ կարդացած են եղել, ինչ է կատարվում մեր մարդկանց հետ։
Ես կարծում եմ, որ 50 տարեկաններից բարձրերի համար շատ դեպքերում օգտագործելի չի այդ գիտելիքը։ Մեկ, որովհետև ժամանակներն են փոխվել եւ առաջարկներն են փոխվել ժամանակից եկող։ Եվ բացի դրանից մի սերունդ կա արդեն երիտասարդների 30 տարեկանից մի քիչ ներքև, որոնք մեզ ասում են, որ մենք շատ ժամանակավրեպ ենք արդեն։ Մենք նկատի ունեմ սերունդը։ Եվ դրա համար որոշակի իրենց մոտ եւ տանը եւ դուրսը ամենտեղ առաջանում է պաշտպանական ագրեսիվ այդպիսի ցանկություն պաշտպանելու իրենց գիտելիքը, իրենց իմացածը։ Այնպես որ կարծում եմ այստեղ այսպես է կրթության խնդիր է, թե ժամանակաշրջանի դարի խնդիր է։ Այսպես կրթություն, որը պետք է համապատասխանի ժամանակին, որովհետեւ ամեն ժամանակ իր կրթությունն է բերում եւ այսօրվա կրթությունը ցավոք բազմազան է։ Տեսեք, արդեն արհեստական բանականությունն է մասնակցում, ես արդեն հաճախ լսում եմ, որ դիմում են արհեստական բանականությանը հարցնելու ինչ որ իրենց հետապնդող հարցերի շուրջ։ Իդեպ սա կատաստրոֆա է։ Սա կատաստրոֆա է իմ կարծիքով, որովհետև ոչ մեկ չգիտի թե արհեստական բանականությունը քեզ ինչ պատասխան է տալի, բայց ամբողջ համացանցում ողողված է բոլոր այն վիդեոները, որ մարդիկ ChatGPT-ին հարցնում են, «Էս ինչ է լինելու, ով էստեղի նախագահը կլինի» ու այնտեղից հստակ ինչ որ բանը վանգայական պատասխաններ են գալիս հստակ, այսինքն գիտեն ինչ է լինելու, ու սա կատաստրոֆա, որովհետև մարդիկ արդեն իրենց օրը, ամիսը, տարին պլանավորում են ըստ այդ ինֆորմացիաների տեղատարափի, բայց եկեք մի հատ կարևոր հարցի շուրջ խոսենք, էլի։ Ճիշտ է, ես համոզված եմ, որ պատասխանը գրեթե նույնն է լինելու, ընտանիքները ինչ են այսքան քանդվում, ինչի են բաժանությունները այսքան շատ։ Դե այստեղ կարծում եմ եւս ինֆորմատիվ դաշտը շատ մեծ է, մեկ, երկրորդը երեխա տարիքից այդ կառույցին համապատասխանելը այսօր բավականին այսպես զրոյացած է անգամ, որովհետև երեխաներին, առավել եւս աղջիկ երեխաներին, երբ պատրաստում են ապագայի համար, այսօր ավելի ծնողները միտված են իրենցից ստանալ սոցիալական անհատ, ընտրել մասնագիտություն, ընտրել գիտելիք, կարողություններ ձևավորել, որոնք իրենց հետո ապագայում թույլ կտան նյութ աշխատել, то есть դեր ունենալ հասարակության մեջ եւ ցավոք, բայց մայր դերը, տան, կին դերը այսօր ստորադասված է։ Գլխավոր դերը։ Իհարկե, եւ այստեղ ստացվում է, որ օրորդները մտածում են եւ իրենց մամաները մտածում են, որ հետո երբ այդ ամենը կկառուցեն, դպրոցում գերազանց կսովորեն, մասնագիտություն կընտրեն, որը նյութաբեր է, եւ հետո արդեն կստեղծեն իրենց որոշակի նյութական բարեկեցությունը, հետո նոր կմայրանան, անգամ հետո նոր ընտրություն կանեն եւ մենք հաճախ ենք աշխատում այդպիսի երիտասարդ օրորդների հետ, որոնք արդեն դժվարանում են, որովհետև այդ ներքին վախը եւ զգացողությունը, որ իրանք այդ դաշտում ունակ չեն։ Հենց միայն այն պարզ համեմատականը օրորդներ, որոնք աղջիկ երեխաներ, որոնք տանը մայրիկի հետ խոհանոցում կարող են ինչ-որ բան պատրաստել եւ պատրաստ լինել ապագայում դա ավելացնել, իրենք դա չեն անում եւ հետո հանկարծակի դա պիտի անեն։ Եվ տեսեք ինչքան խնդիրներ հանկարծակի եւ կին լինելու, եւ մայր լինելու, եւ տան տնտեսուհի լինելու, եւ տան ջերմությունը ստեղծելու, հարաբերությունները որոշակի կառավարելու, որտեղ ընտանիքում հարաբերությունները ամեն դեպքում կանայք են ստեղծում։ Բայց մի տեսակ ասում եմ իրանք մոռացել են այդ մասին։ Սոֆիա, հետաքրքիր է դուք որպես ասում եմ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, հիմա Դավիթը իրականում շատ կարևոր հարց բարձրացրեց։ Տղամարդիկ կանանց են մեղադրում, կանայք տղամարդկանց են մեղադրում եւ գուցե այդ երկուսի մեջ էլ կա օբյեկտիվ փաստարկներ, հա։ Կինն ասում է տղամարդը թույլացել է, տղամարդն ասում է դուք շատ եք ստանձնել, մեր դերը չեք թույլ տալիս, մենք գանք, այսինքն կարողանանք դրսևորվել մեր ողջ ուժով, հմայքով։ Չգիտեմ, կանայք ասում են ինքնուրույն լինենք, որ ինչ որ մեկի պաշտպանության տակ չլինենք եւ այլն։ Իրականում սրա մեջ ճշմարտություններ, թե որպես կին, թե որպես հոգեբան կա, որն է ճիշտը, լինել այդ պաշտպանության տակ, թե բացառել, թե լինել ինքնուրույն, ո՞նց է ճիշտ։ Ես կարծում եմ, որ այստեղ ամեն ինչի հիմքում ընկած է, այդ զույգի հիմքում ամեն դեպքում ընկած է էմպաթիկ ըմբռնումը, ամեն դեպքում մեզ մոտ կորել է շատ վաղուց այդ ամեն ինչը։
Ինչ բարձր Սոֆիա ջան, ընտանիք կառույցը շատ վաղուց Հայաստանում հատկապես ինչ որ մեխանիզմներ աշխատեցին, որպեսզի մեր աչքին, հա, դա դառնա ուղղակի հասարակ մի բան եւ սկսվել է մրցակցություն ըստ էս։ Այնտեղ չկա ընդհանուր ճիշտ։ Ամեն դեպքում, եթե կան հարաբերություններ, պետք է լինի պարտադիր անվերապահորեն նվիրում, ինչը մենք մոռացել ենք։ Մեզ խանգարում է այս արտաքին աշխարհը, նույն ձեր նշած ChatGPT-ներից, հա, վլոգերներից, վլոգներից շատ են մեզ շեղում են մեզ ուղղակի ապրելուց, վայելելուց, մեր այսօրվա եւ ընտանիքը, եւ հարաբերությունները, եւ նաեւ աշխատանքը այստեղ գալիս է, հա, կինը պետքա լինի առաջինը կամ տղամարդը պետքա լինի առաջինը, մեզ անընդհատ շեղում է։ Մենք պետքա ինձ թվում է մի քիչ ամեն չմոռանանք, որ մարդ ենք եւ բոլոր մեր ամեն ինչի հիմքում ընկած է մեր զգայունությունները։ Երբ որ մենք դա ճանաչենք, ինքներս մեզ ճանաչենք, շատ ավելի հեշտ կլինի։ Դե ինքներս մեզ ճանաչենք, այդ լուրջ բան եք ասում։ Նաև դերային, հա, դրսևորման մեջ։ Տեսեք, շատ հաճախ։ Բայց կինը ասենք չի ուզում հասկանա, կարող ես դրսում հաջողակ լինել քո մասնագիտության մեջ, լավ բժիշկ ես, քավրասպա քավլիցի, բայց տանը դու էլ այդ բժիշկը չես։ Դու տանը կինն ես, այն մաման ես, որը ունի 1000 հոգս։ Վերջ, պրծավ բժշկի դերը, հասկանում եք, սա նորմալ է, թե նորմալ չէ, տաններ պիտի խաղանք բիզնես լեդի, հանրահայտ բժիշկ, որին պետք է խոնարհվեն, հա, ոնց պիտի լինի։ Դե ովքեր որ դա անում են, հիմա դուք դժվարանում եք, թե մամա եք։ Մամա եմ, տատիկ եմ, կին եմ եւ Սոֆիան հիմա ժպտաց, որովհետեւ ես ինքս ասում եմ, ես տատիկ եմ տանը, ես այսինքն դու կարող ես երես տալ այդ երեխային, բայց գիտելիք ունեմ բավական։ Դեմ լինելու որոշակի անգամ, չգիտեմ, եթե մասնագիտության մեջ լիներ, դու կարող ես դրան եք դեմ գնում, որովհետև թորնիկին պիտի երես տալ, սիրել, որովհետև թորը պիտի տատիկից տեսնի անվերապահ սեր։ Հիմա մենք այդ դերերը կորցրել ենք տանը, գնում ենք լուրջ տանը սկսում ենք խաղալ։ Իհարկե, ես օգտագործում եմ այն նախադասությունները իրենց հետ շփման մեջ, սիրո դրսևորման, որոնք մասնագիտությունից ապահովված են ինձ համար։ Այո, այնպես որ նույն բժշկուհին պիտի հետևի իրեն եւ զավակների եւ թորների տան անդամների առողջությանը, բայց դա պետք է անի ոչ թե արգելքներով, իդեպ ես ձեզ ասեմ, մենք էլի շատ աշխատում ենք այդպիսի ընտանիքների, զավակների հետ, որոնց մոտ առողջ ապրելակերպը եւ առողջ սնունդը մաքսիմալիզացված է բժիշկ մամայի շնորհիվ եւ երեխաները մնում են զուրկ շատ հաճույքներից, առավել եւս եթե դա տեսնում են, այո, առավել եւս եթե դա տեսնում են իրենց հասակակիցների մոտ ազատ օգտագործման մեջ, բայց վստահելով մայրիկին եւ իրեն մասնագիտությանը, իրենք զրկված են այդ པարզ հաճույքներից։ Մանկական տրավմաներ առաջանում այդտեղ, լուրջ տրավմաներ։ Լուծումներ կան այդ միջանձնային հարաբերությունները, ընտանիքում, ընկերության մեջ, աշխատավայրում, միջավայրում մենք չունենք, այդ կորցրել ենք։ Լուծումը ո՞րն է, ոնց պիտի մենք գանք այդ ներդաշնակության եւ այդ ատելությունից դուրս գանք, ինչ որ վատ բան անելուց հաճույք չստանանք։ Մենք այդքան խոսում ենք կնոջ դերի մասին, բայց կինը ինքն է մոռացել, որ ինքը պիտի բարության խորհրդանիշ լիներ։ Իհարկե։ Կինը ինքն է, ես իմիջիայլոց ասեմ, որ կանայք շատ ավելի հիշաչար ու վատն են, քան տղամարդիկ։ Այդ առումով։ Հա, այդ առումով ես դուք կարող եք լինել, չգիտեմ, տաքարյուն կամ ավելի ինչ որ պահի ազդեցության տակ ինչ որ sense արագ բանանող, ինչ որ որոշում կայացնող, բայց կանայք տենց կնստեն, կմտածեն սրան որտեղից խփեմ, որ ցավը մի քիչ ավելի մեծ լինի, որտեղ են թե ցավով ես չեմ բավարարվում։ Եվ ես ապշահար ասում եմ, ես հատկապես հայ կանանց մասին միշտ մտածում եմ, թե հայ կանայք կապ չունեն այդ զգացողության հետ։ Մենք այդպես լրիվ լուսնից ընկած մի հատ երևույթ ենք, պարզվեց մենք լուսնից ընկած երևույթ ենք, որտեղ մենք կրում ենք աշխարհում բոլորին այդ առումով։ Հիմա այս որտեղից եկանք հասանք սրան։ Դե եթե վերցնենք հենց լուսնից, հա, ինչպես դուք ասեցիք, բնությունից կնոջը տրված է իր ձագին պաշտպանել եւ դրա համար նա պիտի լինի հիշաչար, պիտի հիշի, որ անտառ չմտնի, որ գետը չմտնի, որ այսպես իրեն համար թշնամի կենթանից միշտ պաշտպանի իր ձագին եւ ոչ թե տղամարդու պես այդ պահին, որովհետեւ տղամարդը ավելի ուժեղ լինելով նրան պետք չի դա հիշել, տեսա վտանգը ինքը այդ վտանգի
գիտեմ, անմիջապես ուշ կօգտագործի։ Այո։ Բնությունից եկող իրենք իհարկե ավելի ուղիղ պաշտպան են։ Իսկ կինը ամեն դեպքում իր առաքելությունը ձակ, էքեյակը ձակ մեծացնելու պիտի շատ ավելի ուշադիր եւ զգուշ լինի իր շրջապատող աշխարհի նկատմամբ։ Շատ գեղեցիկ էր օրինակը, շատ գեղեցիկ էր եւ մի էլի կարևոր խնդրի մասին եմ խոսում, էլի միանշանակ այդ խնդիրը գալիս է այս մեր ամբողջ մեր խոսածածից, բայց ոնց անենք, որ այդպես չլինի։ Երիտասարդները, երբ որ որոշում են, որ ընտանիք կազմեն, իրենք միշտ մտածում են, երբ որ ես բաժանվեմ, երբ որ ամուսնալուծվեմ, մենակ ես պետք է ուժեղ լինեմ, արդեն դեռ չամուսնացած ինքը մտածում է բաժանության մասին եւ ինքը մտածում է իր միայնակ ժամանակահատվածում կլինի երեխա թե չլինի ուժեղ լինելու եւ կարողանալու ինքը իրեն հոգսերը հոգալու, չգիտեմ, բայց արդեն դուրս է գալիս, որ մինչ ամուսնանալը իրենք մտածում են բաժանության մասին, այստեղ արդեն ընտանիքի մասին էլ խոսք գնալ չի կարող, որովհետեւ եթե կա այդ էներգետիկան, բա որ ես բաժանվեմ, ինչ եմ անելու, ինքը միանշանակ բաժանվելու է։ Ոնց անենք, որ այս մտածելակերպը մարդկանց մեջից դուրս գա։ Դե եկեք որոշենք, որ դա եւս ընտանիքից է գալիս, երբ ծնողները երեխային պատրաստում են, աղջիկ երեխային պատրաստում են ապագա կյանքի համար, իրեն ասում են, որ կարող է այնպես լինի, որ դու մնաս մենակ։ Դա կլինի բաժանություն, դա կլինի ցավոք նաեւ ուրիշ, այդպիսի միջադեպեր, որից հետո կարող է մենակ մնալ, դու պետք է պատրաստ լինես կյանքում։ Եվ պատրաստում են իրեն, ինչպես ասեցի, եւ մասնագիտության մեջ, եւ որպես սոցիալական անձ կարող լինել։ Այնպես որ դա գալիս է իր հետ նաև այն տարիքից, երբ իրեն ծնողները բացատրում են, թե ապագայում որպես մեծահասակ ինքը ինչպես պիտի պաշտպանված լինի։ Դա լավ է թե վատ է հիմա։ Ինձ մոտ հարցերի լավ է պաշտպանված լինելու իմաստով, բայց վատ է, եթե չափն է խախտված։ Իսկ մեր բոլոր լավ ցանկությունները իրենց պաշտպանական չափի մեջ խախտվում են, երբ դրան ավելանում են վախեր։ Մեր ժամանակահատվածում ծնողները ավելի խիստ չեն, քան մեր ծնողներն են։ Օրինակ ես որպես ծնող, ես այդքան խիստ չեմ, ինչքան որ մեր ծնողներն են խիստ եղել, եւ ես հիշում եմ մի ժամանակ, երբ որ շատ լուրջ թեմայի եմ ես անդրադառնում, հիմա հեռուստադիտողը կարող է ծիծաղալ, բայց ես համոզված եմ, որ այս խնդիրը շատ լուրջ է։ Մի ժամանակ աղջկա ծնողները Եթե աղջիկը բաժանվում էր, իրանք ասում են դու հետդարձի ճանապարհ չունես, որովհետև դրանով իրենք օգնում էին աղջկան, որ ինքը մնա ընտանիքում եւ հարցերը լուծի։ Հիմա ծնողները ասում են՝ «Բալես, մենք քեզ թագու պես կպահենք, դու հետդարձի միշտ ճանապարհ ունես» ու ընտանիքները քանդվում են։ Որն է ճիշտը։ Այստեղ էլի շատ սիտուատիվ է, այստեղ էլի պետք է ելնենք նրանից, թե իրապես այնտեղ կա հնարավորություն այդ միությունը պահպանելու եւ դա ընդհանրապես խոսքը ծեծու ջարդի ու չգիտեմ ինչ-որ լուրջ խնդիրների մասին չի, խոսքը կենսաղային խնդիրների մասին է, որովհետեւ մենք գիտենք, որ 40 տարվա ընթացքում այդ սերը շատ մարում է, չգիտեմ նորից բոցավառվում է, այնտեղ բազմաթիվ խնդիրներ կար, հոգնածություն կարա լինի, վեճեր կարա լինի, կռիվներ կարա լինի, խոսքը չի գրում բռնությունների մասին։ Եկեք այսպես որոշենք, եթե սերը մարում է, դա շատ լավ, այսպես դուք բարձրաձայնեցիք, պետք է անցնի սահուն ընկերության, մտերմության, հարգանքին միասին զավակ մեծացնելու այդ համերաշխությանը, որի մեջ արդեն մարդ սիրո զգացումն է եւ ոչ թե կին տղամարդ։ Այնպես որ եթե մենք ասում ենք սերը մարում է, շատերը չկարծեն, թե էլ սեր չկա։ Ուղղակի դա արդեն նորովի դրսևորվող հարաբերություն է, իհարկե մարդ հարաբերություն է, պատասխանատու հաջորդ մարդը մեծացնելու համար։ Այնպես որ այստեղ իսկ եթե ձեր հարցը ծնողները պատրաստ են ընդունելու, իհարկե իսկապես կա այդ առաջարկը, բայց դրա մեջ եւս պետք է տեսնել, թե ինչու են ծնողները իրենք արդեն նախապես դնում պայմանը, որ աղջիկը կարող է վերադառնալ իրենց տուն, ուրեմն նախապես դնում են պայմանը, որ այնտեղ կարող է չհաջողի։
То есть իրենք արդարացնում են իրենց դստերը, ուրեմն իրենք ինչ որ բան մտածում են, որ այնպես չեն արել, որ նա այնտեղ կհաջողի։ Եվ դրա համար իրենց սեփական այդ բաց թողումը իրենք լրացնում են այդպես, որ եթե մենք քեզ չենք պատրաստել, որ դու այնտեղ կարողանաս դիմակայել, մեր սխալն է, դե լավ, եթե կվերադառնաս, մենք կընդունենք մեր սխալը։ Կարծում եմ այդպես։ Հակառակ դեպքում այն ծնողները, որոնք վստահ են, որ ստեղծել են այնպիսի իրենց զավակի համար հարաբերություններ, որտեղ բոլոր դժվարությունները միասին հաղթահարել են, իրենք կգան, կնստեն, կզրուցեն, միասին լուծումներ կգտնեն, բայց այդ արագ դե լավ վերադարձի, դա միայն այն դեպքում, երբ իրենք թույլ են եւ լուծումներ չունեն։ Կարծում եմ հոգեբանորեն այսպես եւ մենք հաճախ հոգեվերլուծության մեջ վերլուծությունը կարող ենք տանել բացարձակ հակառակ բացահայտման, որովհետեւ հաճախ թվում է թե եթե այսպես ենք որոշել, ուրեմն այսպիսի քայլեր ենք անելու։ Իսկ հոգեվերլուծությունը մեզ ասում է, որ մենք կարող է մի բան զգանք, մի բան որոշենք եւ լրիվ հակառակը անենք։ Եվ դրա համար առաջանում է այստեղ ներքին այսպես բարթույթ, որտեղ հակառակվելը գիտակցված չի, բայց զգացմունքային մակարդակով օգտագործելի է։ Եվ օգնում ենք մենք դա հասկանա անձը, թե ինչու իր ուզածը եւ իր արածը իրար հակասում են։ Այո, չեն համապատասխանում։ Ուրեմն կնշանակի զգացմունքը, բայց գոնե այդ առումով այո։ Եվ դեռահասները եւ ավելի շատ երիտասարդները։ Հիմա մեզ մոտ ավելի շատ ստատիստիկ դա 30 տարեկանին մոտ երիտասարդներն են, կլինեն դեռ չամուսնացած, կլինեն արդեն զույգ, որոնք գալիս են հասկանալու, թե որտեղից իրենց զգացմունքային որոշումները հակասում են իրենց սոցիալական դերին։ Շատ հաճախ, երբ մենք խոսում ենք այն ընկերների հետ, ովքեր դրսում են ապրում երկար ժամանակ, եւ մենք փորձում ենք համեմատություն անցկացնել, ինչ եղավ այս աշխարհի հետ, որ դարձավ այսքան ագրեսիվ ու չար, հետո հիմա անդադ այդ վերլուծությունների արանքում հասկանում ենք, որ մի հետաքրքիր տարօրինակ բան կա։ Դրսում հաջողած եւ խելոք մարդու հետ ամեն ինչ անում են, որպեսզի ունենան շփում, ընկերություն։ Մեզ մոտ այդ հաջողությունը չի մարսվում։ Մենք ճիշտ հակառակը, երբ տեսնում ենք այդ հաջողությունները, ես չեմ խոսում ուղղակի փող ունենալու մասին, որովհետև փող ունեցող մարդու հետ միշտ ուզում են շփվել, որ հաշիվ ինքը կփակի, էլի, թե։ Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր հաջողում են, իրենք իրենցով, այսինքն քայլ առ քայլ արել են, կրթել են, ձևավորել են։ Այդ ճանապարհին հետաքրքիր է, որ շատ թևավոր խոսքեր են ասում, ասում այդ ճանապարհին դու կգործնես շատ ընկերներ, երբ որ դու կսկսես կամաց առաջ գնալ։ Մեզ մոտ ասում են, որ շատ ցայտուն կերպով երևում է ընկերական դաշտում, երբ հիմա վերածում են անալիզի, որ մենք չենք մարսում հաջողած մարդկանց, մենք մի տեսակ ճիշտ հակառակը իրենցից փակվում ենք, իրենց հետևից չենք գնում, իրենք օրինակ չեն դառնում մեզ, բացառությունների մասին չի խոսքը, մեծամասամբ։ Դրսում ճիշտ հակառակը, երբ տենում են, որ քո ընկերը հաջողակ է, իր մասնագիտության մեջ կարողանում է, անդադ ավելի կպնում են այդ տեսակ մարդուց, ուզում են իր հետ լինել։ Այս ինչի արդյունք է։ Դե եկեք վերցնենք, որ դուրսը ավելի ռացիոնալ են այդ իմաստով եւ եթե ինչ որ մեկը կարողացավ հաջողություն ունենալ, կարելի է իր կողքը լինել եւ դու էլ իր հաջողությունից օգտվես, երևի թե դա սոցիալապես բավականին ճիշտ ընտրություն է։ Եվ նաեւ էներգետիկ առում։ Այո, մեզ մոտ եւս պիտի գնանք ընտանիք եւ երեխայի դաստիարակություն, մրցակցային դաշտը շատ հաճախ բերում են խանդային դաշտի։ Չեն թողնում առողջ մրցակցային դաշտում, այլ բերում են այնպիսի գնահատականների, որտեղ ձևավորում են եւ վախ, եւ ագրեսիա, անգամ քույր-եղբայր, քույրերի, եղբայրների միջև համեմատական դաշտը մեր ծնողական խոսքի բավականին պիտակավորող է։ Եվ դրա համար նրանք, ովքեր զիջում են, շատ հաճախ իրենց սկսում են կարծել վատը եւ ոչ թե ինչ որտեղ անկարող եմ եւ պետք է մրցակցության մեջ մեզ մոտ այդ համեմատությունը տես ինչ լավ արեց, արի դու էլ արա, որ քո մոտ էլ լավ ստացվի։ Այսա քիչ ենք ասում։ Մենք ավելի շատ ասում ենք, այսպես արա, թե չէ սա կլինես, տեսար նա ոնց արեց, իսկ դու եւ ցավոք մենք ունենք
այդտեղից եկող մրցակցային դաշտ ծնողների միջև էլ։ Ես հաճախ դա բացասաբար եմ գնահատում եւ ցավով եմ դիտում, թե ինչպես դպրոցում մամաները սկսում են մրցակցել իրար նկատմամբ եւ երեխաները դասարանում տուժում են այդ մրցակցությունից, որովհետեւ առողջ մրցակցություն չի, որովհետեւ միասին չեն միավորվում այդ ամբողջ դասարանի երեխաներին ոգևորելու եւ միասին դրական մրցակցային դաշտում միասին հաջողությունների հասնելու։ Այլ բերում են նրան, որ դու պետք է ամենալավը լինես, տես ինքը էսպես արեց, իսկ հա, էս մաման էսպես կարողացավ երեխային առաջ տանել։ Մի հատ տոն չեն կարողանում որոշեն ի վերջո ծաղիկ նվիրեն, թե ինչ։ Այդ ամբողջ ինֆորմացիանով ինչ է գրում, երեխեքը լսում են, ամեն մեկը իր մամայից լսում է, այս ինչի մաման ինչ ասեց, այն ինչի մաման ինչ ասեց, ու այդ երեխեքին էլ են սկսում ակամայից չարանալ հետները, որտեղ այ իր մաման այդ չաթում sense բան էր ասել։ Ոչ մի ծնող պատասխանատվություն չի կրում, ենթադրենք, օրինակ այդ ինֆորմացիան պահել գաղտնի բացարձակ երեխայից։ Դա պետք է մենք հարցնենք IT ոլորտի մասնագետներից, թե ինչպես կարելի է այդտեղ որոշակի վերահսկողություն դնել, որովհետև տեսեք, սկսեցինք կոմենտներից, հա, դժբախտ դեպքի վերաբերյալ, եւ անգամ այդ նույն ծնողներով միասին որոշում ով ավելի 5, բայց հիմա 10 են դնում, 10 ստացած մամա կլինի, որովհետև ճիշտ նվեր կորոշի ուսուցչու համար։ Չէ, դա ես եմ ասում, որպես հոգեբանական եզրույթ է դա, չէ, որ իրենք մտածում են ով ավելի լավ իմ միտքը լավագույնն է, հիմա գիտակցության 0 ընկալում էլի։ Եվ այստեղ իհարկե այդ հնարավորությունը այդպես շփվելու շատ ավելի բարդացնում է եւ երեխաների եւ բոլորիս համար այն դրական գիտելիքը, օգնող գիտելիքը իրապես գտնել, ձևավորել եւ օգտագործել, որովհետեւ թե ինչպես ով կպիտակավորի կվերլուծի, դաշտերը շատ շատացած են։ Այստեղ զգուշություն պիտի լինի եւ ես դա չգիտեմ, թե ինչպես կարելի է անել, որովհետեւ այդ ցենզուրա կոչվածը, հա, վերահսկողությունը ինքն էլ թե ինչպիսին պիտի լինի, ինչ չափերի, այսպիսի տեղատարապի դեպքում, հա, դաշտերի ազատության եւ դեռահասների համար առավել եւս, եթե իրենք կարծում են, որ դա հենց նշանակում է իրենց շրջապատող աշխարհ, եթե կան այդքան շատ հարթակներ եւ այդքան շատ հարթակներում կան տարատեսակ առաջարկվող պիտակներ եւ այստեղ իհարկե հնարավոր է, որ իրենք խառնվեն եւ կոնկրետ մեր հայ երեխաները եւ դեռահասները այդ դեպքում միասին ստեղծագործությունը, միասին վայելքը, որ իրենք ինչ որ մի հարաբերություններում իրար լրացնելով ստացան շատ լավ արդյունք, այդպիսի գնահատականների պիտի գանք։ Ուսուցիչները, ծնողները, դա հստակ իհարկե կա, բայց կարծում եմ, որ միևնույնը պետք է անել։ Միևնույն է, որովհետև արդյունքը տեսանելի, մենք ունենք օրինակներ ձեր ասած ուրիշ երկրներում, երբ մեկի հաջողությունը դառնում է բոլորի համար օգտագործելի, դրական օգտագործելի։ Գիտեք, երբ անընդհատ կարդում եմ, որ ասում են Նելսոն Մանդելան սկսեց այդ տարիքում նախագահությունը եւ ինքը ասում էր, որ ամեն ինչ պիտի սկսենք փողոցում չթքելուց, եւ իսկապես տարածիորեն ինքը սկսեց այդ դրսևորումից, հետո նոր տնտեսական աճի մասին խոսելով։ Ես հիմա հասկանում եմ, որ մենք հիմա խոսում ենք ընտանիքից, դպրոցից, դաստիարակությունից, պարտեզից կարող են գալ։ Նայում եմ շատ հաճախ ինչ որ երկրների պարտեզում տեղի ունեցող օրվա անելիքը երեխեքի։ Ես ապշում եմ, որովհետև սկսվում է օրինակ ամենատարական բանից, ինչպես թատրոնում կինը պիտի անցնի մարդկանց դիմացով։ Ցույց են տալիս սխալ ձևը, որը չի կարելի անել, եւ ճիշտ ձևը։ Այո, եթե դու որոշել ես թատրոնում ենթադրենք դուրս գալ։ Ինչպես պիտի ծափահարել թատրոնում։ Ինչպես երբ ձեռքիցդ ընկնում է մի բան, որպես կին դու այդ ոնց պիտի կրանաս վերցնես։ Ինչպես դու պիտի բարևես մեծին,
ամենատարական ամբողջ օրվա անելիքը ոչ թե սկսվում է, որ պիտի գրենք կամ խաղանք եւ այլն, խաղի միակ գերակշռ մասը դա ֆիզկուլտուրան է, որ իրենք դրսում իբր խաղում են եւ անում են տարբեր ինչ-որ վարժանքներ, գնդակ են խաղում, պարան են ցատկում, անում են ֆիզիկական այդ աշխատանքը եւ դպրոցում էլ է նույնը, այսինքն բացի են թեորիայից, որ իրենք սովորում են, իրենք անընդհատ մանկավարժներից լսում են ամենատարական այդ դրսում չթքելու, թուղթ չգցելու, ինչպես հեռախոսով խոսել օրինակ հասարակական տրանսպորտում, ինչպես կինը իրեն պահի, ինչպես տղամարդը պիտի ջենտլմեն լինի, հա, դուրը որ դեպքում բացի, որ դեպքում ինքը կարող առաջ անցնել, որ դեպքում ինքը չի կարող առաջ անցնել։ Այդ այսքան երեխեքին սովորեցնում են։ Եվ ես հիմա այդ որ նայում եմ ու հասկանում եմ, քանի դեռ դա չկա մեզ մոտ։ Անկամ ոչ մի հասուն մարդու ներողություն ձեր մասնագիտությունը չեմ դնում կասկածի տակ, բայց հոգեբանն էլ չի փրկի իրենց։ Կփրկի միայն նրանց, ովքեր կդիմեն ու կասեն, որ ինչ-որ բան մեզ մոտ մեծ տարիքում չի ստացվում եւ մենք կգնանք եւ այնտեղից կփորձենք ուղղելով գալ իրենց հետ, տեսնել թե որտեղ այդ հակասությունը առաջացավ։ Իհարկե, բայց եկեք որոշենք, որ շատ լավ, եթե կողքը օրինակ կա եւ լավ օրինակ է, ինչու՞ չի կարելի օգտագործել այդ օրինակը։ Մենք նորաձևության մեջ ինչպես ենք օգտվում, հա, նայելով, ասելով, որ վայ, ինչ գեղեցիկ է, ես էլ եմ այդպես ուզում։ Նույնը վարքի մեջ, հարաբերությունների մեջ եւ ընդհանրապես մեր շուրջը գեղեցիկը ստեղծելու մեջ, եթե կա այն տարբերակը, որը լավն է, ինչու՞ չընդօրինակել։ Ես կարծում եմ, որ այստեղ պետք չի ասել, որ դա ուրիշի է, մենք դա չանենք։ Համաձայն եմ ես վերցնել եւ դա եթե ես ունենայի հնարավորություն պարտեզի ծրագրի համար, հա, ինչ որ իրավունք, որ ինձ կլսեն, ես իսկապես կասեի, եկեք սկսենք, ես ապշած էի ոնց են աղջկան սովորեցնում շրջազգեստով իջնել աստիճաններից, եթե դու շրջազգեստով ես, կարճ կամ երկար, 3-4 տարեկան երեխաների մասին եմ խոսում, ինչպես անցնես կինոթատրոնում, թատրոնում մարդկանց միջով, առջևով, թե հետևով, ոնց անել դա, որովհետև դա անխուսափելի է, ինչպես հասարակակատար, ես դրանք բաներ են, որոնք ձևավորում է քաղաքակիրթ մարդ, հետո դու բարձրագույն կրթություն կունենաս, թե ոչ այդ, գուցե արդեն հետոյի որոշելիքն է, բայց այսինքն ստացվում է, որ դու պարտեզից ու դպրոցից դուրս ես գալիս կիրթ, չափի զգացողությամբ, պարկեշտ, զուսպ, պատասխանատու մարդ, հետո հիմա լավ բժիշկ կդառնաս հոգեբան, թե դեռասան, այդ արդեն քո որոշելիքն է, որ վաղը ինչ որ մի տգետ չգրի այդ դեռասաններ դուք ով եք, որովհետև դա պարտեզից է գալիս։ Դե եթե ձեր մասնագիտությունը պաշտպանենք, դերասանները միշտ շատ պետք են եկել որպես օրինակներ, հա, այսա լավ օրինակ է, խնդրեմ, կրկնեք, այսա վատ օրինակ է, տեսեք եւ մի կրկնեք, հա, եւ այդպես են հիմա բոլոր ֆիլմերը, մուլտերը եւ էլի այն բոլոր հարթակները, որոնք տալիս են մեզ այդ իրավունքը տեսնելու ինչն է կրկնելի եւ ինչը, վայ, այս ինչ լավ է որ տեսա, ես սա չեմ անի։ Չեմ կրկնի։ Ավաղ ես մեր մասնագիտության պատասխանատու որպես ասեմ, մենք ոչ մեր սերիալներով դա արեցինք, ոչ էլ ֆիլմերով, հիմա գուցե մենք լուրջ հանճարեղ ֆիլմերի մասին չեմ խոսում, իրականում ես դրա մեջ ներգրաված մարդ եմ, գոնե թե ես իրավունք ունեմ խոսելու, կողքից դիտորդ չեմ, որ չիմանամ ինչ է եղել, ես պատասխանատու կերպով ասում եմ, որ մենք մեր իրական խնդիրներին չենք անդրադարձել մեր սերիալներով։ Բացառիկ սերիալներ կան, որոնք խոսել են կարևորի մասին, կամ դասական ստեղծագործություն է նկարվել, այո, կամ դասական, եւ դրանք եղել են դասական հեղինակների գործեր, որոնք արդեն նյութը արդեն այնքան կշիռ ունեցող է, լավ դերասաններով ինքը դարձել է լավ աշխատանք։ 90%-ը դա չի արվել, որովհետև մենք ունենք այս պակասները դրսևորման, օրինակ ընտանիքի գիտակցման, պահպանման մոդելի գաղափարը, որ ժամանակին, ինչպես Դավիթն ասաց, հա, պիտի մնաս, հարմարվես, աղջիկ ջան, մաման ոնց էր, մաման ավելի շատ էր ճնշում, քան կեսուրը, հա, մաման ավելի շատ էր ասում, չէ, տենց մի արա, քան կեսուրը կարող էր ասել, եւ դրա մեջ կար շատ կարևոր խորհուրդ, հիմա մենք երբևէ մեր ավանդույթներին անդրադարձել ենք ոչ,
մենք անդրադարձել ենք ընտանիքի գաղափարին, ոչ։ Մեզ մոտ հիմա կա տենց ինչ-որ գլամուր կերպարներ, եկավ տվեց, ջարդեց, մեքենայից իջավ, դուռն հենց փակեց, որ կողքի շենքի պատուհանները ջարդվեցին, տենց մենք ցած բաներ ենք ներկայացնում, որովհետև դա վաճառվում է։ Չարը որ Ցավոք, որովհետև իրապես ես համաձայն եմ, որ պատկերացնեմ, թե ինչ են նայում եւ երեխաները, եւ դեռահասները, եւ գուցե նաեւ մեծահասակները, ես այսպես աչքի տակով անցկացնում եմ այդ ամենը եւ տեսնում եմ, որ բացասական օրինակները շատ են։ Եվ բացասական օրինակը եւս կրկնում են վախից, կամ վախից ագրեսիվ են կրկնում, ինչպես որ դուք վերեցիք օրինակը, կամ վախից չեն գտնում իրենց դերը եւ ստանձնում են այդ իհարկե բարփակվում են, այնպես որ այո, մեզ շատ արագ դրական եւ դրական գուցե հենց շատ པարզ կենցաղային դրական օրինակների, բայց համակարգային լուծում է եւ պետական մակարդակով վերահսկությամբ պետք է այդ հարցը լուծել։ Ու ուրիշ կերպ հնարավոր չի։ Դա պիտի մտնի կրթական համակարգ։ Պետությունը եթե չկա, անհատի մակարդակով դա գրեթե անհնար է կատարել։ Համաձայն եմ։ Եվ շատ པարզ մի այսպես ունեմ եզրահանգում, երիտասարդ ուսուցիչներ են պետք մեր դպրոցներում, որոնք ծնողի տարիքիցը կլինեն երեխաների համար եւ միասին կսովորեն անձը ձևավորելու։ Ոչ թե այն վերացական գիտելիքը ստանալու, որը այսօր հաճախ անգամ դպրոցում չեն ստանում, տանը ծնողը պիտի երեխայի հետ դա պատրաստի, որը եւս սխալ է։ Իսկ դպրոցում պետք է այդ անձը կերտեն, հաճույքով գիտելիքի շուրջ անձը կարելի է դասել չանել, մի ամբողջ 45 րոպե նվիրել ինչ որ բանի մասին խոսելու երեխաների հետ։ Դրանից ավելի լավ բան դա պարտադիր է։ Կարելի է ծնողական ժողովների փոխարեն ծնողավարական կամ ծնողական կրթություն մտցնել պարտադիր հենց դպրոցներում։ Ամեն դեպքում ես եղել եմ այդ ժողովներին, կարելի է փոխել ժողովի որակը մակարդակը։ Այնտեղ կարող են մտնել ըստ քո մազի գույնի ու տեսակի, եթե քեզ չսիրեց, բայց քեզ չի ճանաչում։ Կյանքում չի տեսել, առաջի անգամ է տեսնում, ինքը որոշեց, որ դու այդ կլանին չես համապատասխանում, դառնում է ասես իրենք իրենց երեխաներին են, ասում ենք թիմային աշխատանք։ Ծնողական ժողով ես գնում, տեսնում ես 3 հոգի իրար հետ են, 4 հոգի իրար հետ են, իրանք տենց թիմեր են ձևավորել, ով է ավելի ուժեղ, բայց ինչ են անում, դպրոցը երեխեքը սովորում են։ Դուք առասարակ այստեղ կապ չունեք։ Եկեք իմացեք ձեր երեխեքը անդասյարակ են, թե դասյարակված են, գնացեք տուն։ Դրա համար ես նախ առաջարկ ունեմ ծնողական ժողովներին միայն հայր ծնողները գնան։ Հո, հիմի ջայլոց շատ լավ միտք է։ Հիմա շատացել են ամեն դեպքում։ Չէ, միայն կատեգորիկ արկել։ Հիմա պապաները գնան, տեսնեն այնտեղ կանայք նստած են, պատկերացնում։ Չէ, կատեգորիկ արկելվի կանանց մուտքը ծնողական ժողովներին։ Ես համաձայն եմ հիմի ջայլոց։ Ես համաձայն եմ։ Շնորհակալություն ձեզ, որ մեջ ունեիք։ Իհարկե փորձեցինք հնարավորինս անդրադառնալ կարևոր թեմաների։ Միշտ մեզ ասում են դրսում հանդիպելիս, որ մենք շատ կարևոր թեմաների ենք անդրադառնում, ոմանք էլ քննադատում են, տենց էլ չհասկացանք հիմա դուք գոհ եք թե դժգոհ եք, բայց այնուամենայնիվ եթե սա կարող է օգնել կամ հուշել մասնագետի հատկապես դիտարկումները մեր չէ, մասնագետի գոնե դիտարկումները լինեն ձեզ համար ուղղորդող, ուրեմն մենք բոլորս մեր հերթին պիտի սկսենք մեզնից, մեր երեխաներից ու ինչ-որ բան փոխել։ Հուսանք, որ բոլորիդ հետաքրքրեց հատկապես այս թեման, ու մենք հատկապես ձեզ համար կանչել էինք մեր մասնագետներին այս ամենը քննարկելու։ Ձեզ շնորհակալություն։ Այս պահին մեր եթերում գովված, որից հետո արդեն կլինենք խոհանոցում։